Ական 64 Երիտասարդ Դավթաշեն 90-ականների Դավթաշենը ներկայիս 20-ականների գերզարգացած Դավթաշենի համեմատ շատ մինիմալիստական արտաքին ուներ։ Գլխավոր փողոցի մայթեզրին գարնանային ծառատունկի օրերին փոքրիկ ծառեր էինք տնկում։ Խնամքի արժանացած այդ ծառերը լավ հիշողություն ունեն։ Նրանք լավ գիտեն, որ համատարած ծառահատման շրջանում ծնվեցին։ Այդ ծառերը մեզ հետ մեծացան, ամեն ինչ նկատեցին, խոր արմատների մեջ պահեստավորեցին ժամանակաշրջանի ողջ հիշողությունը և մինչ այժմ նույն պատրաստակամությամբ կանգնած են։ Մեր համայնքի բնակչությունը մասնակցում էր բարեկարգման աշխատանքներին։ Բնակիչները հասկանում էին, որ պետությունը սկսվում է հենց իրենց փողոցից։ Առանց կողմնապահության ասեմ, որ Դավթաշենը Երևանի ամենամաքուր թաղամասերից մեկն էր։ Քանի որ զուգահեռ իրականության մեջ ապրել եմ և Կոմիտասում և Դավթաշենում, այս ականում կպատմեմ մեր Դավթաշենի բակում տեղի ունեցած մի ճակատագրական դեպքի մասին։ Մեր դիմացի հարևան Սամվելձյան գործից հետո իր պազիկ ավտոբուսը 14 հարկանու տակի սպուսկի վրա էր կանգնեցնում, որ առավոտյան հեշտ խոդի գցեր։ Երբ կայանում էր, ակերի տակ մի հատ տուֆ քար էինք դնում, որ պազիկը ներքև չգլորվեր։ Արթուրն ու Արամը ամեն օր առավոտյան ժամը 6-ին իջնում էին բակ ու մինչև իրենց հոր Սամվելձյայի իջնելը ակերի տակից քարերը հանում էին, որ հայրը առանց ժամանակ կորցնելու դիքը կոնուսով իջներ, պազիկը խոդեր ու գիծ մտներ։ Չնայած տղերքից տարիքով փոքր էի և նվազ, բայց երբեմն իջնում օգնում էի։ Այդ օրը ինձ սովորականից ավելի ուժեղ էի զգում, որովհետև մայրս մեջքիս արջի յուղ էր քսել, դե հազիս համար էլի։ Մի քանի օր առաջ այդատյան նկատելով, որ քխկալով եմ հազում, մորս խորհուրդ էր տվել արջի յուղ քսել մեջքիս։ Չգիտեմ մայրս արջի յուղը որտեղից էր գտել, հավանաբար խոզի սմալեց բերող տոտան արջի յուղի կանալ էլ ուներ։ Արջի հզորությունը թիկունքիս զգալով մոտեցա դիմացի ակի տուֆի քարին։ Որոշեցի հանել։ Մի կերպ քաշեցի, հանեցի ու հազիվ փախա ակի տակից։ Արամը իբրև անակնկալ մինչև հոր իջնելը որոշել էր խոդի գցել իրենց հնացած, ցուրտը տարած գազարի գույնով պազիկը։ Չնայած տեսականորեն գիտեր, ոնց պետք է աշխատեցնի, բայց գործնականում երբեք չէր փորձել։ Հիմա եմ հասկանում, որ արջի յուղի ուժի շնորհիվ այդ օրը փրկվեցի, մեծ ակի տակից հասցրեցի փախնել ու փրկվել, ինչը չի կարելի ասել մեր 07-ի մասին։ Ավտոբուսի ղեկը չենթարկվեց, որովհետև գաղտնիքի մեջ էր։ Դե սեկրետ էր ընկել էլի։ Չթեքվեց, որ գոնե իշխանի 24-ը ջարդեր, ուղիղ մեր 07-ի վրա իջավ։ Գմփոցից շենքն արթնացավ։ Սամոձյան, որն այդ ողջ ընթացքում քարացած, պապանձված ու մուտքի մոտ դեմքը ձեռքերի ափերով փակած անշարժ կանգնած էր, հավանաբար մատների արանքից ինձ էր փնտրում։ Նկատեց ողջ առողջ հիմարի ժպիտով ավտոբուսի կողքերը վազվզում եմ և չեմ լղճվել։ Ահա այդ պահին մի հարց ծագեց Սամոձյայի գլխում, թե ում էինք մի կտոր հաց տվել։ Վայ Արամ, կերպարանքդ կտրվի, այ զզվանք, էս ինչ արեցիր, քանի անգամ եմ ասել, էդ քո խելքի բանը չի, հանկարծ չքշես։ Օպերատիվ կերպով հենց նույն ավտոբուսով գնացինք Զովունի։ Մի փոքրիկ գեղեցիկ սպիտակ գառնուկ առանք, օրնած աղով կերակրեցինք ու քանի որ չէի վնասվել, խեղճ գառնուկին մատաղ արեցինք ու ճակատներիս արյան խաչով վերադարձանք բակ։ Արամը որոշ ժամանակ մեղավորի հայացքով էր նայում ինձ, բայց երբ հայրս հետը խոսեց, ասաց, որ այ դուրռակ, լավա գոնե ինչ եղավ, ժեշտին եղավ։ Արամը փոխվեց ու իրեն հատուկ անհամ կատակ արեց։ Հա, ինչ եղավ, ժեշտին եղավ ու էս գառին։ Անցան տարիներ ու կյանքը հեռացրեց մեզ իրարից։ Այն ժամանակ ես, Արթուրը, Արամը երբեք չէինք պատկերացնի, որ իրար տարիներով չենք տեսնելու, որ միայն վատ առիթներին ենք հանդիպելու, երբ պետք է հրաժեշտ տանք մարդկանց, որոնց հետ բուռն, հագեցած, իրական, սառնասիրտ, բայց միևնույն ժամանակ փխրուն մանկություն ապրեցինք։ Լավ է գոնե 10 տարի առաջ VHS կասետները թվայնացնելու սարք գնեցի ու ամբողջ մանկությանս վիդեոարխիվը տեղավորեցի 2 տերաբայթանոց կրիչի մեջ։ Այդ նույն կրիչի մեջ, եթե լավ փորփրեմ, հաստատ կգտնեմ կադրեր Դավթաշենից, երբ ամբողջ բակը գտնվում էր ֆոտոսինթեզի գործողության մեջ։ Մեր կողմից վերջին, իրենց կողմից առաջին մուտքի 9-րդ հարկի կամոն մեծ սինթեզատոր ուներ։
Ոչ ոք երբեք չէր կարող կռահել, թե նա երբ կորոշի կրկին ուրախացնել շենքի բնակիչներին։ Երբ սկսում էր բալկոնում տեղադրել ահավոր մեծ դինամիկները, Բակն իրար էր խառնվում։ «Ժողովուրդ, կամոն, հեսա նվագելու ա», իրար կանչում, բալկոնի տակ կանգնում ու սպասում էինք առաջին ակորդին, որը սովորաբար այսպիսին էր. Հիմնականում հայկական պարերքեր էր նվագում։ Խառը պարում էին, լուրջ տղերքը ծափ էին տալիս, նրանցից ավելի լուրջերը ասում էին «Արա էս ինչ ժխոր ա»։ Պալարոիդ ֆոտոապարատ ունեի, իջացնում մինուտնի նկարներ էի անում, բայց շատ երկար էի պատրաստվում, որ նկարում Կամոյի նվագածը լսվեր։ Օրինակ շալախո պարողներին ճիշտ անմահացնելուց կամ յարխուշտա պարողներին ճիշտ ֆիքսելուց կադրում կարելի էր լսել երաժշտությունը նույնիսկ ավելի որակով, քան Կամոն էր նվագում։ Կապ չունի ոնց, բայց երբ Կամոն նվագում էր, բնակիչները որոշ չափով կտրվում էին կենցաղից, հոգսերից, ձգվող խոսակցություններից, ձանձրալի լարումից ու զազիմլենի էին լինում։ Կպնում էին հողին, իրենց բակի հայոց հողին։